այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը Ալիևի այդ հանդիպման ընթացքում ասել է կներեք, ես պիտի զուգարան գնամ եւ փախելա։ Բայց ես աննորմալ չեմ դա բերեմ մեր ներքաղաքական դաշտում որպես փաստարկ օգտագործեմ, որտեղ ես չգիտեմ ինքը ճիշտ է ասում թե սուտ է ասում, որտեղ այլ երկրի ներկայացուցիչ է, որը այսքան տարի թշնամության մեջ է մեր այդտեղը։ Ես ինչ բռնեմ իրանց ասածները բերեմ ստեղ որպես փաստարկ ներկայացնեմ։ Եվ նույնիսկ եթե ճիշտ է կապ չունի, ես ոնց կարող եմ ինչ Ադրբեջանի, որևէ պաշտոնյայի ասած օգտագործեմ իմ համակարգացու հետ, նույնիսկ եթե այդ համակարգացին ոչ բարով Ռոբերտ Քոչարյանն է կամ Սերժ Սարգսյանն է։ Այ քեզ բան։ Հաջորդը թոկերի եւ կարոտկի պավադոկների մասին։ Պարոն Մամիջյանը, որը նոր դուրս եկավ դալիճից, ենթադրաբար արդեն իր կաբինետ է հասնում, զուտ աշխարհագրորեն, որ ես մտածում եմ, իր կաբինետ պետք է հասնելուց լինի, հուսով եմ արդեն ռադիոն կմիացնի եւ կլսի։ Ասում է, բա ո՞նց ենք ստեպ ստորագրել։ Իսկ ինչի՞ եք ստեպ ստորագրել։ Կարող է, որովհետեւ չկարողացաք ասոցիացիան համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ, որովհետեւ Սերժ Սարգսյանին մի օր, ասենք 2013 թվականի սեպտեմբերին, կանչեցին, ասին, չէ, դու դա չես ստորագրելու, ինքն էլ ասաց, լավ։ Թարգմանաբար եմ լավ ասում, էլի, այլ լեզվով ասես։ Կարող է դա պատճառը։ Նես որ ես խորհուրդ եմ տալիս ընդհանրապես ելույթ ունենալուց առաջ մի փոքր մտածել, շնորհակալություն։